Պարզվում է, որ սեռական ֆունկցիայի խանգարումը կարող է արդեն վկայել, որ օրգանիզմում սկսվել են խնդիրներ, հատկապես անոթների հետ կապված։ Փոքր անոթներն ավելի շուտ են արձագանքում եւ ախտահարվում, քան խոշորները, եւ դա ունի իր բացատրությունը։ Երբ արդեն ի հայտ են գալիս սեռական գանգատները, կարող ենք մտածել, որ ժամանակի ընթացքում կարող են հայտնվել նաեւ սիրտանոթային գանգատներ։ Հետևաբար, նման դեպքում պետք է մտածել նաեւ սրտի առողջության մասին։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Շատերը էսթետիկ բժշկություն արտահայտությունը լսելիս անմիջապես պատկերացնում են դեմքի խնամք, շուրթերի ծավալ եւ մարմնի կառուցվածքի փոփոխություն։ Սակայն ժամանակակից բժշկությունը շատ ավելի հեռուն է գնացել եւ զարգացրել մի ուղղություն, որը կոչվում է էսթետիկ գինեկոլոգիա։ Այն իր մեջ ներառում է ինտիմ հատվածի խնամք իր բոլոր բժշկական ցուցումներով եւ հակացուցումներով։ Այդ մասին ես այսօր զրուցելու եմ իմ այսօրվա հյուրի հետ, մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նաիրա Դավթյանի։ Տիկին Դավթյան, բարի կեսգիշեր, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ մեզ հյուրընկալվելու համար։ Բարի կեսգիշեր, շնորհակալ եմ հրավերքի համար։ Տիկին Դավթյան, էսթետիկ գինեկոլոգիան համեմատաբար նոր ճյուղ է եւ ինֆորմացիան շատ քիչ է։ Հիմնականում սոցցանցերում են խոսում այդ մասին։ Այ կուզենայի դուք կիսվեիք ձեր փորձով կանանց մոտ պատկերացումները, իրազեկվածությունը ինչպիսին է, ամաչում են դիմել, թե ինչ որ այնուամենայնիվ տեղաշարժ կա, դիմում են, խնդրեմ պատմեք այդ մասին։ Էսթետիկ գինեկոլոգիան իրոք նոր ուղղություն է։ Իհարկե, ես պետք է նշեմ, որ տարիներ առաջ է ես այսպես արտահայտվում, որ դա նոր ուղղություն է, քանի որ ես արդեն մոտ 9 տարի զբաղվում եմ էսթետիկ գինեկոլոգիայով եւ պետք է նշեմ, որ այսօր մի փոքր ավելի տեղեկատվությունը բարձրացել է կանանց, եթե ես դա համեմատեմ տարիներ առաջ, երբ որ ես նոր սկսեցի զբաղվել էսթետիկ գինեկոլոգիայով։ Էսթետիկ գինեկոլոգիայով ես սկսել եմ զբաղվել դեռևս 9 տարի առաջ։ Այդ տարիներին իհարկե մի փոքր ավելի դժվարություն կար, որովհետև կանայք երբ որ դիմում էին եւ ունեին ինչ որ խնդիրներ, երբ ես տեսնում եմ, որ իրենց մոտ կա շտկելու որոշակի հնարավորություն, իրենց առաջարկում է էսթետիկ միջամտությունները։ Բայց նախ եւ առաջ ես ասեմ, թե ինչ բան է էսթետիկ գինեկոլոգիա։ Էսթետիկ գինեկոլոգիան դա գինեկոլոգիայի մեջ մի ուղղություն է, որը հիմնականում զբաղվում է կնոջ մոտ հետծննդաբերական շրջանում կամ տարիքի հետ զուգընթաց օրգանիզմում առաջացող մի շարք ֆունկցիոնալ փոփոխությունների շտկմամբ։ Խոսքը վերաբերվում է ինտիմ շրջանին։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս ոլորտը շատ տարիներ առաջ միշտ անտեսված է եղել թե բուժառուների կողմից եւ թե բժիշկների կողմից։ Այսինքն բուժառուներին թվացել է, թե այդ փոփոխությունները, ասենք հետծննդաբերական փոփոխությունները, դրանք նորմալ երևույթ են, կնոջ մոտ պետք է լինի ծննդաբերությունից հետո, կամ մենոպաուզալ տարիքում առաջացող փոփոխությունները, դրանք են չորություն, սեռական զգացողության նվազում, դա նույնպես նրանք վերագրել են, որ օրգանիզմը ծերանում է եւ այդպես է պետք է լինի։ Ուզում եմ հենց դրա մասին խոսենք։ Ինչ է ներառում էսթետիկ գինեկոլոգիան իր մեջ։ Ինչ գանգատով պիտի կինը դիմի այդ միջամտությանը։ Տեսեք, հետծննդաբերական շրջանում կանանց մոտ շատ հաճախ առաջանում է չորություն։ Խոշոր պտուղների դեպքում կամ բարդացած ծննդաբերություններից հետո կանայք նշում են, որ իրենց հեշտոցը կարծես լայնացել է եւ դրա հետ կապված սեռական զգացողությունների նվազեցում կամ վերացում։ Հաճախ կանանց մոտ լինում է ստրեսային անմիզապահություն, սակայն ես պետք է նշեմ, որ ծննդաբերությունից հետո եթե լինում են օրինակ ստրեսային անմիզապահություն, մենք խորհուրդ ենք տալիս կանայք անմիջապես չդիմել բժշկի, որովհետև օրգանիզմի վերականգնման շրջան գոյություն ունի։ Եթե 3-ից 6 ամիս հետո կինը նկատում է, որ այդ անմիզապահությունը, որը թեթև էր, ասենք կաթիլների ձևով կամ հաճախամիզությունը շարունակվում է եւ ավելանում է, նման դեպքերում նա պետք է դիմի բժշկի։ Տիկին Դավթյան, դուք շատ ցավոտ հարց հնչեցրեք։ Անմիզապահությունը
շատ կանանց անհանգստացնող խնդիր է հատկապես հետծնդաբերական շրջանում։ Կուզենայի ավելի մանրամասնեիք, էսթետիկ գինեկոլոգիան ինչ լուծում է առաջարկում կամ արդյոք նման գանգատի Տեսեք, եթե այդ անմիզապահությունը կախված պայմանավորված է հեշտոցի լորձաթաղանթի, հեշտոցի մկանների թուլացմամբ, սկզբում մենք առաջարկում ենք կատարել կեգելի վարժություններ, իսկ հետագայում մենք արդեն երբ որ ասենք ամիսներ հետո նորից դեռևս շարունակվում է կանանց մոտ խնդիրները, մենք առաջարկում ենք լազերային բուժում, այսօր ամբողջ աշխարհում դա կիրառում են, սթրեսային անմիզապահությունների ժամանակ մենք լավ արդյունքներ ենք ստանում։ Սակայն ես այսօր կուզենայի նշել, որ տարիների ընթացքում, նաև աշխատանքային փորձի ընթացքում ես ոչ միայն ես եմ նկատել, այլ նաև միջազգային կոնգրեսներում է հնչեցվել, որ լազերային միջամտությունը, երբ որ մենք կոմբինացված բուժման մեջ ենք կիրառում պլազմոլիֆտինգի հետ, նման դեպքերում մենք ստանում ենք ավելի լավ արդյունք։ Սթրեսային անմիզապահության մասին խոսելիս ես ուզում եմ նշել, որ խոսքը վերաբերվում է թեթև կամ միջին աստիճանի սթրեսային անմիզապահությանը, ավելի խորացված ձևերի դեպքում արդեն կարելի է դիմել վիրահատական միջամտությունների։ Էսթետիկ միջամտությունների ժամանակ մենք հիմնականում աշխատում ենք ոչ վիրահատական միջամտություններով ֆունկցիոնալ փոփոխությունները հիմնականում վերականգնել։ Եվ խոսեցիք կեգելի վարժությունների մասին։ Եկեք դրա մասին մի քիչ մանրամասնենք, որպեսզի մեզ դիտողները հասկանան, որ կեգելի վարժությունները լայնորեն կիրառվում են թե գինեկոլոգիայում, թե սեքսոլոգիայում, կոնքի մկանային համակարգը կարգավորելու, արյան շրջանառությունը կարգավորելու նպատակով եւ այդ վարժությունները նշանակվում են բժշկի կողմից, երբ որ հայտնաբերվում է ինչ-որ խնդիր գինեկոլոգիական կամ սեքսոլոգիական որպեսզի։ Այո, կեգելի վարժություններ էսթետիկ գինեկոլոգիայում մենք հաճախ ենք առաջարկում կանանց, ուրեմն կանանց շատերի մոտ նաև լայնացած հեշտոցի սինդրոմ, այսպիսի արտահայտություն գոյություն ունի, երբ կինը զգում է, որ իր մոտ ծննդաբերությունից առաջ այլ պատկեր էր, ծննդաբերությունից հետո ինքը զգում է, որ իր մոտ փոփոխություն է եղել։ Նման դեպքերում մենք առաջարկում ենք կեգելի վարժություններ եւ այդ դեպքում նաեւ լայնորեն առաջարկում ենք նաեւ լազերային CO2 ֆրակցիոն լազերային միջամտություն։ Իհարկե մենք գիտենք, որ լազերների տարբեր տեսակներ կան վիրաբուժական լազերները, դրանք ավելի շուտվանից են կիրառվել բժշկության մեջ, բայց CO2 ֆրակցիոն լազերը մենք կիրառում ենք էսթետիկ բժշկության մեջ եւ իհարկե մեր բուժառուները լինում են գոհ։ Տիկին Դավթյան, այնուամենայնիվ անմիզապահություն բավականին ցավոտ խնդիր է, հատկապես խոսքը ավելի տարիքով մեծ կանանց մասին է, որոնք այդ խնդիրը ունեն 50-60 տարեկանում, բայց պարզվում է, որ այդ խնդիրը իրենց մոտ առաջացել է տարիներ, տասնամյակներ առաջ, 10 տարի, 20 տարի, նույնիսկ 30 տարի առաջ, եւ այս առումով արդյոք էսթետիկ գինեկոլոգիան ասելիք ունի, հատկապես այն առումով, որ որքան շուտ միջամտենք, միգուցե խնդիրը այդքան չբարդանա եւ արդեն իսկ 50-60 տարեկանում կինը չտարապի։ Էսթետիկ միջամտություններով մենք սովորաբար կարող ենք օգնել կնոջը, եթե խնդիրը հին չէ, նոր է սկսվում խնդիրը, ինչքան խնդիրը խորանում է, այդ դեպքում էսթետիկ միջոցներով, էսթետիկ գինեկոլոգիայի գործիքներով դժվարանում է խնդրի լուծումը։ Թեև ես կարող եմ նշել, որ ինձ մոտ եղել է բուժառու, որը 83 տարեկան էր եւ լսելով լազերային միջամտության մասին դիմել էր, որպեսզի անմիզապահությունը բուժեինք լազերային միջամտությամբ։ Իհարկե դա իմ առաջին բուժառուն էր այդքան մեծ տարիքի, այդ դեպքում ես բուժառուին որոշեցի համալիր հետազոտել։ Հետազոտման արդյունքում ես պարզեցի, որ բուժառուի մոտ կար գլյուկոզայի մակարդակի բարձրացում, ուղղորդեցի էնդոկրինոլոգի մոտ։ Իհարկե մենք գիտենք, որ դրա արդյունքում էլ ունենում ենք հաճախամիզություն, բայց կինը նշում էր նաև, որ ունի անմիզապահության երևույթներ։ 3 ամիս հետո, երբ որ գլյուկոզայի մակարդակը կարգավորվեց, կինը նորից հետ եկավ, նորից ուզում էր ստանալ լազերային միջամտություն։ Լիարժեք հետազոտությունից հետո մեզի քննություն, քսուքի քննություն, ուլտրաձայնային քննություն, կնոջ մոտ խառը տիպի անմիզապահություն էր։
Նման դեպքերում միայն լազերային միջամտություն չի կատարվում, այստեղ կատարվում է նաև կոնսերվատիվ դեղորայքային բուժում։ Կնոջ մոտ մենք կատարեցինք լազերային միջամտություն, պետք է նշեմ, որ կինը բավականին գոհ էր, այնքան գոհ էր, որ նույնիսկ իր 78 տարեկան ընկերուհուն ուղղորդեց նորից մեզ մոտ նմանատիպ գանգատներով։ Այնպես որ կարծում եմ, որ դա տարիք այստեղ կարևոր չէ, ցանկացած տարիքում պետք է կինը դիմի եւ անհրաժեշտության դեպքում կախված թե խնդիրը ինչպես կարելի է լուծել, պետք է լուծել այդ խնդիրը։ Ուղղակի մեծ տարիքում նման միջամտություններ կատարելու ժամանակ մենք հաշվի առնելով տարիքը, քանի որ հորմոններով է պայմանավորված հեշտոցի լորձաթաղանթի հաստությունը, մենք այստեղ արդեն պարամետրերն ենք փոխում, ավելի թույլ պարամետրերով ենք կատարում մեր միջամտությունը։ Տիկին Դավթյան, ժամանակակից գինեկոլոգիայում շատ են սկսել խոսել եւ կիրառել լազերային սարքավորումներ եւ դրա մասին շատ է խոսվում։ Ինչ ուղղություն է սա, երբ պետք է դիմել, ինչ խնդիրներ է լուծում, մաշկի ձգում օրինակ կամ հյուսվածքի անատոմիական փոփոխություն, ինչ հարցեր է լուծում։ Հիմնականում լազերային միջամտությունների օգնությամբ ֆունկցիոնալ փոփոխություններն ենք մենք կարողանում կարգավորել։ Եթե հետծննդաբերական շրջանում ես արդեն նշեցի, թե ինչ գանգատներով են դիմում։ Անմիզապահություն, հեշտոցի լայնացում, սեռական զգացողության թուլացում, մենոպաուզալ տարիքում նորից լինում են նմանատիպ գանգատներ, չորություն, անմիզապահություն, նորից սեռական զգացողության խնդիրը, երիտասարդ կանանցից շատերը դիմում են հիպերպիգմենտացիայի կապակցությամբ ինտիմ շրջանի եւ նման դեպքերում նույնպես մենք ունենք միջամտություններ, ոչ միայն լազերային միջամտությունը, այստեղ կա նաեւ պիլինգ, երբեմն կոմբինացված ձևով ենք մենք տանում այդ բուժումը։ Ուղղություններից մեկը նաեւ պլազմոլիֆտինգն է։ Նոր ուղղություն է եւ բնականաբար շատերը գաղափար չունեն թե ինչ է դա։ Ինչ ուղղություն է, ինչ է այն լուծում եւ երբ են դիմում այս մեթոդին։ Պլազմոլիֆտինգը հաճախ երբ մենք առաջարկում ենք մեր բուժառուներին բուժման ժամանակ, շատերը նույնիսկ զարմանում են, քանի որ նրանք այդ մասին լսել են միայն կոսմետոլոգիայում։ Բայց այսօր ես ուզում եմ ասել, որ պլազմոլիֆտինգը դա մի միջամտություն է, որը միայն կոսմետոլոգիայում չի օգտագործվում, դա օգտագործվում է նաև օրթոպեդիայում, օգտագործվում է ստոմատոլոգիայում, օգտագործվում է նաև գինեկոլոգիայում։ Պլազմոլիֆտինգը դա թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է խնդրահարույց հատվածներում։ Իսկ ինչով են տարբերվում պլազմոլիֆտինգի պլազման մյուս պլազմայից։ Տեսեք, մյուս պլազմաների մեջ թրոմբոցիտների քանակը կարող է լինել մինչև 300,000, բայց այստեղ մենք ունենք մոտ 1 միլիոն թրոմբոցիտներ եւ հենց դրանով պայմանավորված է նրա ազդեցությունը հյուսվածքների վրա։ Մենք դա կիրառում ենք բորբոքային բուժում, բորբոքային հիվանդությունների կոմպլեքս բուժման մեջ, դա կիրառում ենք լազերային բուժման հետ որպես համալիր բուժում, թե հեշտոցի նեղացումների համար, թե անմիզապահության համար եւ ուզում եմ նշել, որ մեր բուժառուները շատ գոհ են, երբ որ մենք համալիր բուժում ենք անցկացնում։ Իսկապես արդյունքը շատ լավ է ստացվում, ես ինքս տեսել եմ այդ արդյունքը եւ բացի այդ միջազգային կոնֆերանսներին մասնակցելով ես բավականին շատ ելույթներ եմ լսել, որ նորից կիրառել են համալիր բուժում եւ ունեցել են շատ լավ արդյունքներ։ Այնպես որ պլազմոլիֆտինգը մենք կարող ենք այսօր ազատ կիրառել գինեկոլոգիայում, այն չունի ոչ մի բացասական ազդեցություն, որովհետև կնոջ սեփական արյունն է, որը ցենտրիֆուգում ենք հատուկ փորձանոթներում եւ ցենտրիֆուգման արդյունքում ստացած պլազման մենք ներարկում ենք խնդրահարույց հատվածներում։ Պետք է ասեմ, որ դա տարբեր հիվանդությունների համար ենք մենք օգտագործում եւ սեռական զգացողության բարձրացման նպատակով եւ տեղային իմունիտետի բարձրացման նպատակով լորձաթաղանթի չորության վերացման նպատակով եւ կան նորից այլ տարբեր նպատակներով մենք կարող ենք այն կիրառել։ Անցնենք թերևս ամենաինտրիգային հարցին։ Ջիկետ, որի մասին մինչ այսօր կրքերը չեն հանդարտվում, որի մասին կան տարբեր տեսություններ, վարկածներ, մոտեցումներ, այնուամենայնիվ ջիկետը կա։ Դա հայտնի է, էրոգեն զոնա է,
ունի շատ կարևոր նշանակություն, բայց արի ուտես, որ էսթետիկ գինեկոլոգիան փորձել է տալ լուծում ջիկետի զգայունակության բարձրացման ուղղությամբ։ Իսկ կուզենայի ձեր դիտարկումները լսել ջիկետի վերաբերյալ եւ ձեր փորձի մասին։ Հավանաբար կանանցից շատերը կարող են այսօր նույնիսկ առաջին անգամ լսել ջիկետ։ Ջիկետը դա հեշտոցի առաջային պատի վրա գտնվող մի հատված է ներվային վերջույթներով հարուստ եւ դրանով պայմանավորված է կանանց սեռական զգացողությունը։ Տեսեք, եթե հեշտոցի լայնացում է առաջանում, ապա այդ ժամանակ սեռական ակտի ժամանակ ջիկետին կարող են չհասնի տղամարդը, ոչ տղամարդը եւ կնոջ մոտ հետեւաբար զգացողություններ չլինեն։ Էսթետիկ գինեկոլոգիայի միջամտությունների շնորհիվ դրանք ֆիլերներն են, հիալուրոնաթթվային ֆիլերները կամ այսօր մենք պլազմանել նորից ներարկում ենք ջիկետում, որը բարձրացնում է այդ հատվածը եւ դրա շնորհիվ կանանց մոտ բարձրանում է զգացողությունը։ Պլազմայով ջիկետի մեծացումը կոչվում է օշոտ, օրգազմ բառից։ Արդյունքում լավանում է զգայունակությունը։ Այո, լավանում է զգացողությունը։ Ուրեմն տեսեք, իսկ տարբերությունը թե պլազմայով, թե հիալուրոնաթթվով, հիմա երևի շատերի մոտ հարց կառաջանա, որ մեկը պետք է ներարկել, նու պլազմայինը ավելի կարճատև է, որովհետև դա ներծծվում է։ Իսկ հիալուրոնաթթվային ֆիլերները, դրանք ավելի երկար են պահպանվում եւ հետեւաբար էֆեկտը ավելի երկար է տևում։ Չեմ կարող չհարցնել ցուցումների եւ հակացուցումների մասին։ Վերջի օրը ցանկացած միջամտություն ունի ինչպես իր ցուցումները, այնպես էլ հակացուցումներ։ Այս դեպքում կան սահմանափակումներ նմանատիպ միջամտության։ Հիմնական հակացուցումները դրանք բորբոքային հիվանդություններն են։ Ալերգիկ ռեակցիաները, որ կինը արդյոք դեղորայքների նկատմամբ ունի ալերգիա, եւ ուռուցքային հիվանդություններ, հիմնական հակացուցումները դրանք են։ Տիկին Դավթյան, վստահ եմ մեզ լսողների մոտ հիմա հաստատ առաջացել է ցանկություն այդ ծառայությանը դիմելու։ Բայց նաև շատերի մոտ երևի կառաջանան հարցեր, մտավախություններ, կան արդյոք ինչ-որ պարտադիր հետազոտություններ նման միջամտություններից առաջ, որոնք պարտադիր կինը պետք է անցնի կամ գուցե ինչ-որ անալիզներ հանձնի։ Իհարկե, հեշտոցային ցանկացած միջամտություն կատարելուց առաջ մենք կատարում ենք որոշակի քննություններ։ Այստեղ շատ կարևոր է հատկապես միկրոֆլորայի քննությունը, ինֆեկցիաների բացառումը եւ արյան ընդհանուր քննությունը։ Անցնենք մյուս ոչ պակաս հետաքրքիր հարցին։ Բոտոքսը հայտնի է որպես կնճիռները հարթեցնող, որոշ դեպքերում ցավազրկող միջոց, բայց արի ուտես, որ էսթետիկ գինեկոլոգիայում ինքը նույնպես գտել է իր կիրառումը եւ կարող է կիրառվել ցավային համախտանիշի վերացման դեպքերում եւ ձեր փորձից ելնելով նաեւ ցավային սպազմը հանելու պարագայում խնդրեի դրա մասին մանրամասնեիք։ Այո, բոտոքսը երևի, եթե մարդիկ լսեն, որ կիրառվում է գինեկոլոգիայում, երևի շատ կզարմանան, բայց աշխարհում արդեն դա նաև գինեկոլոգիայում են կիրառում։ Իհարկե, վագինիզմի ժամանակ, երբեմն թույլ արտահայտված վագինիզմների ժամանակ բոտոքս անելով այդ երևույթները համարյա անցնում են, բայց պետք է նշեմ, որ ավելի արտահայտված միջին կամ ծանր ձևի վագինիզմների ժամանակ պետք է սա մուլտիդիսցիպլինար մոտեցում ցուցաբերել, այսինքն այս խնդրին պետք է մոտենալ սեքսոպաթոլոգների եւ հոգեբանների հետ համատեղ, որովհետեւ խնդիրը ինքը բարդ խնդիր է, դժվար լուծվող խնդիր է, իսկ բոտոքսի դերը այստեղ կայանում է նրանում, որ մենք գիտենք, որ բոտուլինոտոքսինը ինքը ազդակներն է արգելակում մկանին տրվող ներվային վերջույթների եւ դրանով նա կարծես թուլացնում է այդ մկանը։ Նրա դերը ընդհանրապես կայանում է նրանում, որ հեշտոցամուտքի մկանները թուլանում են, բայց քանի որ հաշվի առնելով, որ խնդիրը հիմնականում գլխից եկող խնդիր է, բնականաբար այս դեպքում պետք է մուլտիդիսցիպլինար մոտեցում ցուցաբերենք, այսինքն մի քանի մասնագետներով։ Քանի որ խնդիրը ինքնին բավականին բազմաշ շատ բարդ խնդիր է, այո, եւ շատ ժամանակատար։ Մենք գիտենք, դուք արդեն ձեր գործունեության մեջ իհարկե հիմնականում ես գիտեմ, որ շատ դիմում են սեքսոպաթոլոգներին այս խնդրով եւ սրա բուժումը շատ ժամանակատար է։ Էսթետիկ գինեկոլոգիայի ճյուղերը շատ են եւ դրանցից մեկը կոչվում է լաբիոպլաստիկա։
ինչ է այն իրենց ներկայացնում, երբ կարող ենք դիմել այդ ճյուղի օգնությանը։ Լաբիոպլաստիկան դա էսթետիկ գինեկոլոգիայի վիրահատական միջամտություններից է։ Մինչ այս պահը մենք խոսեցինք ոչ վիրահատական միջամտությունների մասին, իսկ լաբիոպլաստիկան դա արդեն վիրահատություն է, որը կատարվում է տեղային անցկայացմամբ կամ սպինալ անցկայացմամբ են կատարում։ Դիմում են այն կանայք, ում մոտ մեծ են սեռական շուրթերը կամ անհամաչափ են, եւ սա կնոջը պատճառում է անհարմարություն։ Գիպս գեստներ հագնելու ժամանակ, ջինսեր հագնել, ներքնազգեստներ, հեծանիվ վարելիս, նույնիսկ լողազգեստներ հագնելիս նրանց ինքնագնահատականը կարծես դա գցում է այդ վիճակը եւ կանայք շատ հաճախ հենց դրա համար են դիմում ոչ միայն դա իրենց անհարմարություն է պատճառում ֆիզիկապես, այլ նաեւ հոգեբանական խնդիրներ է կանանց մոտ առաջացնում։ Հաճախ մեզ մոտ դիմում են նույնիսկ օրիորդ աղջիկները լաբիոպլաստիկայի համար, որոնք նոր պատրաստվում են ամուսնանալու եւ դա իրենց մոտ խնդիր է, որ ունեն սեռական շուրթերի դեֆորմացիա, այսպես ասեմ, թե մեծացում, թե անհամաչափություն եւ նրանց համար դա շատ կարեւոր է, որպեսզի իրենց այդ հատվածը նույնպես լինի գեղեցիկ։ Այսպեսով նրանք կարևորում են ոչ միայն իրենց արտաքին գեղեցկությունը, այլ նաև ինտիմ գեղեցկությունը եւ ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ մոտեցում է, որովհետեւ այսօր այնքան կյանքը առաջ է գնում, որ կանայք իրենց ամբողջությամբ են ուզում հետևել, նրանք գտնում են, որ իրենց առողջությունը դա միայն արտաքին առողջությունը չէ, ամբողջ օրգանիզմի առողջությունը պետք է հաշվի առնել։ Ձեր խոսքը լսելիս հիշեցի այն բազմաթիվ կանանց, որոնք դիմել են մեզ սեռական գանգատներով եւ գանգատները հնչեցնելիս նշել են նաեւ սեռական շուրթերի մասին, որոնք խիստ անհանգստություն են պատճառում, ինչու, որովհետեւ հատկապես հետծնդաբերական շրջանում նկատվում է ասիմետրիա եւ շատ կանանց դա խիստ մտահոգում է։ Իրենք ֆիքսվում են դրա վրա, որ կա ասիմետրիա, գուցե նույնիսկ բժշկական խստագույն մոտեցումներով նույնիսկ ասիմետրիա չնկատվի էլ, բայց իրենց մոտեցումը, երբ որ իրենք արդեն վիզուալ տեսնում են, որ ինչ որ բան այն չի, առաջվանը չէ, առաջվա առածգականությունը չի, հոգեբանորեն կնոջը կարծես թե կոտրում է եւ ինքը արդեն իսկ դրանով պայմանավորված կոմպլեքսավորվում է, հարաբերությունների ժամանակ արդեն սկսում է իրեն խիստ մտահոգել այդ խնդիրը եւ իսկապես այդ ուղղությունը կարող է զգալիորեն հեշտացնել այդ խնդրի լուծումը եւ ժամանակի ընթացքում կարգավորել այն։ Այո, իսկապես լաբիոպլաստիկան նպաստում է կնոջ ինքնագնահատականի եւ ինքնավստահության բարձրացմանը։ Բայց ես պետք է նշեմ, որ կանայք, ովքեր դիմում են լաբիոպլաստիկայի, երբեմն նույնիսկ անհրաժեշտություն չի լինում։ Ես ունեցել եմ բուժառուներ, որոնք այլ տեղ լաբիոպլաստիկա անելուց հետո մոտեցել են ինձ եւ դժգոհ են եղել վիրահատության արդյունքներից, ցանկացել են կրկին կատարել լաբիոպլաստիկա։ Բայց նման դեպքերում ես ուզում եմ նշել, որ կան կանայք, որոնք պարզապես միտված են անընդհատ ինչ-որ փոփոխություններ անելու, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Էսթետիկ գինեկոլոգի դերը այստեղ կայանում է նրանում, որ տեսնի խորհրդատվության ժամանակ մենք հասկանանք, արդյոք այդտեղ պետք է կատարել որևիցե միջամտություն, թե ոչ։ Իդեպ ես ուզում եմ նշել, որ միջամտություններից առաջ մենք միշտ նկարում ենք մինչև միջամտությունը եւ հետո արդյունքներից հետո ունենում ենք նկարը, որpիսի եթե կինը ինչ-որ բանից դժգոհ, ինչ-որ բան իրեն ձեռք չտա, թվա թե ինչ-որ բան իր ուզած ձևով չի կատարել, այդ դեպքում մենք ցույց ենք տալիս եւ արդեն դա ապացույց է, որ իր ուզածը կատարվել է, որովհետեւ երբեմն կարող է փոքրանալ կատարես այն ինչ ինքը ուզել է, բայց հետո իրան թվա, որ ինքը դրանից ավելին էր ուզել, բայց քիչ է ստացվել։ Դրա համար միշտ միջամտություն կատարելու ժամանակ մենք անպայման կատարում ենք այս գործողությունը, այսինքն սկիզբ եւ վերջ նկարները անպայման մեզ մոտ պահում ենք։ Կոնֆերանսներից մեկի ժամանակ, արտասահմանյան արտերկրում տեղի ունեցող կոնֆերանսներից մեկի ժամանակ լսեցի, որ ասեցին, եթե կինը չհամաձայնվի նկարել սկզբում եւ հետո վերջում, նման դեպքում մի կատարեք այդ միջամտությունը, որովհետեւ հետագայում խնդիրների դեպքում մենք չենք կարող կնոջը ապացուցել, որ մենք իրոք կատարել ենք այն, ինչ որ ինքը ցանկացել է։
Տիկին Դավթյան, էսթետիկ գինեկոլոգիան նոր ճյուղ է համեմատաբար եւ վստահ եմ գնալով դեռ զարգանալու տեղ ունի։ Իր մեջ ընդգրկելու է նորանոր տարբեր ծառայություններ, մոտեցումներ։ Եվ կուզենայի լսել ձեր խորհուրդը այն կանանց, ովքեր կամ թերավատորեն են մոտենում, կամ գուցեև ճիշտ պատկերացում չունեն, կամ մտավախություն ունեն լսելով օրինակ լազերային միջամտության մասին, վերջիվերջո ժամանակակից կինը զգալիորեն փոխվել է եւ այսօրվա կինը բոլորովին այն չէ, ինչ որ նույնիսկ 10 տարի առաջ եւ պահանջները բնականաբար այլ են, մոտեցումները նույնպես։ Իհարկե էսթետիկ բժշկությունը այսօր շատ մեծ տեմպերով է զարգանում եւ այստեղ անմասն չէ նաեւ էսթետիկ գինեկոլոգիան, որովհետեւ մենք անընդհատ տեսնում ենք, որ ինչ նոր միջամտություններ, նոր մոտեցումներ են առաջանում եւ կանանց հետաքրքրությունը նույնպես այս ոլորտում գնալով մեծանում է։ Եվ ես կարծում եմ, որ սա ճիշտ է, որովհետեւ կնոջ դերը այսօր մեծ է ոչ միայն ընտանիքում, չէ՞ որ ընտանիքում կնոջ տրամադրությունից է կախված ընտանիքի եղանակը եւ հասարակական կյանքում էլ այսօր մեր կանայք շատ մեծ դեր ունեն եւ այստեղ շատ կարեւորվում է կնոջ ինտիմ առողջությունը։ Եթե կինը առողջ է, ինտիմ առողջությունը նրա լավ է, ապա սա բարձրացնում է կնոջ ինքնագնահատականը, ինքնավստահությունը եւ հետեւաբար կնոջ կյանքի որակը։ Տիկին Դավթյան, անչափ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Զրույց, որի ընթացքում հնչեցվեցին բազմաթիվ, վստահ եմ մեզ հետևողների համար նոր հարցեր։ Շատերը երևի առաջի անգամ են լսում էսթետիկ գինեկոլոգիայի մասին, ոմանք լսել են, բայց չգիտեին դա ինչ է։ Եվ վստահ եմ այս թողարկումը դիտելուց հետո շատերը կստանան անհրաժեշտ գիտելիքներ եւ անհրաժեշտության դեպքում կդիմեն էսթետիկ գինեկոլոգիայի հնարամիտ մեթոդներին։ Ես նույնպես շնորհակալ եմ այս բազմաբովանդակ հարցազրույցի համար։ Կարծում եմ, որ սա կօգնի մեզ դիտող կանանց, որպիսի խնդիրներ ունենալու դեպքում նրանք էլ դիմեն, օգտվեն մեր ծառայություններից, որը կօգնի բարձրացնելու իրենց ինքնագնահատականը, ինքնազգացողությունը եւ վերջապես կյանքի որակը։ Շնորհակալ եմ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես հաճույքով պատասխանում եմ ձեր բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցերն ուղարկելու համար։ Մենք անչափ կարեւորում ենք դա։ Իսկ այժմ հարցը։ Բարև ձեզ, ես 51 տարեկան տղամարդ եմ, 15 տարուց ավելի է, ոչ մի հաճույք չեմ ստանում, ոչ մի բան չեմ զգում։ Խնդրում եմ օգնել։ Հաճույքի բացակայությունը ունի բազմաթիվ պատճառներ։ 51 տարեկանում որպես կանոն կարող են ի հայտ գալ ավելի շատ հորմոնային գործոնները, թեև չեն բացառվում նաև հոգեբանական պատճառները։ Ընդհանրապես հաճույքի բացակայությունը կոչվում է անօրգազմիա, բայց դա կարող է լինել նաև օրինակ սերմնաժայթքման բացակայության տեսքով։ Պատճառները բաժանում ենք երկու խմբի՝ հոգեբանական եւ օրգանական։ Իհարկե, այս դեպքում ավելի շատ կարող են տեղ գտնել օրգանական պատճառները՝ բորբոքումներ, տարբեր տեսակի հորմոնային խանգարումներ, նյարդային տարբեր տեսակի խնդիրներ եւ այլն։ Վահանաձև գեղձը նույնպես ունի իր կարևոր նշանակությունը, շաքարային դիաբետի բարդությունները, հետեւաբար, որպեսզի մենք կարողանանք ամբողջական պատկերացում կազմել, պետք է անցկացնել սեքսոլոգիական խորհրդատվություն, որից հետո բժիշկ սեքսապաթոլոգը արդեն կնշանակի անհրաժեշտ անալիզներ, խնդիրը պարզելու։ Կարևոր անալիզներից են այս դեպքում հորմոնալ հետազոտությունները՝ պրոլակտին, տեստոստերոն, էստրադիոլ, վիտամին D, ինչու՞ չէ նաև պետք է հանձնել վահանաձև գեղձի անալիզները։ Անհրաժեշտ է կատարել նաև ուլտրաձայնային հետազոտություն, պարզելու թե ինչ վիճակում են միզասեռական օրգանները։ Շատ կարևոր է պարզել նաև ձեր հոգեբանական վիճակը, կա լարվածություն թե ոչ, որովհետև հայտնի է սեքսոլոգիայի մի վիճակ, երբ տղամարդու լարվածությունը հարաբերության ժամանակ բերում է նրան, որ ինքը իսկապես հարաբերության ժամանակ ոչինչ չի զգում։ Այս ամենից հետո արդեն հնարավոր կլինի դնել ամբողջական ախտորոշում եւ անցնել բուժման։ Բուժման ժամանակ օգտագործվում են տարբեր տեսակի դեղամիջոցներ, ինչպես քիմիական, այնպես էլ եւ բուսական ծագման։ Դա արդեն կորոշի բուժող բժիշկը ելնելով հետազոտության տվյալներից։ Կուրսի մեջ ընդգրկվում են վիտամիններ, միներալներ, տարբեր տեսակի սեռախթանիչներ եւ իհարկե որոշ ժամանակ անց սեռական ֆունկցիան հնարավոր է լինում ամբողջապես վերականգնել։ Բուժման հարցում կարող է օգտակար լինել նաև մեր հաղորդման գործընկերը Հայսամ ընկերությունը իր տադաֆորտ եւ դապոքսեցին դեղամիջոցներով։
Տադաֆորտը նախատեսված է պոտենցիայի բուժման համար, իսկ դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Ի տարբերություն նախորդ սերնդի սեռախթանիչների, Տադաֆորտը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն։ Արագ է ազդում, ինչը նշում են հենց պացիենտները բուժման սկզբնական ժամանակահատվածում։ Շատ կարևոր է նշել, որ Տադաֆորտը իր ազդեցությունը կարող է պահպանել 36 ժամվա ընթացքում, այսինքն տղամարդը կարող է ունենալ կրկնակի եւ ավելի սեռական հարաբերություններ դեղամիջոցը ընդունելուց հետո։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բուժող բժիշկը պարտադիր պետք է տեղեկացնի պացիենտին։ Մյուս դեղամիջոցը դապոքսետինն է, որը նույնպես ունի երկու դոզավորում 30 եւ 60, թե որ դոզավորումը կընտրի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Երկու դեղերի միաժամանակյա օգտագործման դեպքում տղամարդու սեռական առողջությունը հնարավոր է շատ արագ վերականգնել։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Դիտեք մեզ ATV-ի եթերում, գրեք ձեզ հուզող հարցերը, մենք դրանց անպայման կանդրադառնանք։ Թողեք ձեր մեկնաբանությունները, կիսվեք մեր տեսանյութերով, մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Մեր գիշերային զրույցները անչափ առողջարար են։